19-րդ դարում Շուշիի համար յուրաքանչյուր թաղում նոր տեսքով փաստորեն եկեղեցու առկայությունը շատ տրամաբանական է դառնում։ Բանն այն է, որ 19-րդ դարի սկզբից, երբ քաղաքը ռուսական կայսրության տիրապետության տակ է անցնում, այստեղ քաղաքի աճի տրամաբանությունը բնականաբար ենթադրում էր, որ հատկապես այստեղ հավասար իրավունքներ մամեդականներին, հավասար իրավունքներ ձեռք բերող հայ բնակչությունը իր հայրենի հողում պետք է ունենար յուրաքանչյուր համայնքի միջուկ եկեղեցի, եւ առանձին մենք տեսնում ենք յուրաքանչյուր դեպքում, որ տեղում եղել է կամ ավելի փոքր եկեղեցի կամ փայտաշեն եկեղեցի եւ նրա փոխարեն կառուցվել է նոր եկեղեցի։ Եվ այս տրամաբանության մեջ իհարկե նոր քաղաքի համար կենտրոնական իբրև կառույց դառնում է նորակառույց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Եվ բնականաբար նոր քաղաքի տրամաբանությունը կառուցվում էր հենց այս եկեղեցու շուրջ։ Եկեղեցին պարզապես միայն թաղային նշանակություն չէր ունենալու եւ զուտ քաղաքային նշանակություն չէր ունենալու։ Նա Արցախի համար ընդհանուր թեմական կենտրոնի նշանակություն էր ունենալու։ Եվ հոգեվոր կապը պետք է հստակ ցույց տրվեր նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ, ընդհանուր նվիրապետական աստորեն կառույցի մի առանձին այսպիսի կենտրոնի հանգամանքը պետք է շեշտվեր։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։